Երաժշտական ժանրերը բազմազան են, դրանք ունեն տարբեր ծագում և պատմություն։ Երաժշտական որոշ ժանրեր զուտ գործիքային են և ողջ պատմության ընթացքում մնացել են այդպիսինը։ Ուրիշ ժանրեր ծագել են որպես վոկալ, սակայն զարգացման ընթացքում թերևս փոխակերպվել։ Ահա այդպիսի ժանրերից է խորալը։ Խորալը ունի բազմադարյա, եթե ոչ մի քանի հազարամյակի պատմություն, կախված այն բանից, թե ինչպես ենք դիտարկում խորալի պատմությունը։ Երաժշտական բոլոր ժանրերից խորալն է հավանաբար այն ժանրը, որը խորապես ազդել է ողջ պատմական ընթացքի վրա։ Խորալ բառը բառացիորեն նշանակում է խմբերգային, այսինքն կարող ենք ենթադրել, որ խորալները գրվում են երգչախմբի համար։ Սակայն ամեն երգչախմբային ստեղծագործություն չէ, որ ժանրի տեսակետից խորալ է։ Խորալ ասելիս մենք հասկանում ենք այնպիսի խմբերգային ստեղծագործություն, որտեղ երգչախմբի բոլոր ձայնաբաժինները միևնույն տեքստը կատարում են միևնույն ժամանակ, այսինքն հիմնականում ռիթմիկապես բոլոր ձայնաբաժինները համընկնում են։ Արդյունքում առաջանում է ակորդների շարան, որը պայմանավորում է խորալների երաժշտական հյուսվածքը։ Այստեղ պետք է փոքրիչ հետ գնանք և պարզաբանենք տերմինաբանությունը։ Ակորդ ասելիս սովորաբար հասկանում ենք 3 կամ ավելի նոտաների համակցություն։ Սակայն դասական երաժշտության մեջ ակորդների կազմավորման հատուկ կանոններ կան և յուրաքանչյուր 3 կամ 4 կամ ավելի նոտաների համակցությունը չի համարվում ակորդ։ Երաժշտական հյուսվածքը երաժշտությունը կազմավորող նյութի խտությունն է։ Երաժշտական հյուսվածքի տարբեր տեսակներ կան և տերմինաբանությունը պարզ դարձնելու համար արժե անդրադառնալ հյուսվածքի տեսակներին։ Առաջինը դա մոնոֆոնիկ կամ միաձայն հյուսվածքն է, երբ մենք գործ ունենք միայն մեկ մեղեդու հետ, անկախ այն բանից, թե այդ մեղեդին քանի հոգով են կատարում։ Եթե յուրաքանչյուր պահին լսում ենք միայն մեկական հնչյուն, ապա կարող ենք ասել, որ երաժշտական հյուսվածքը մոնոֆոն կամ միաձայն է։ Այսպիսի երաժշտական հյուսվածք օրինակ կարող ենք տեսնել հայկական եկեղեցական երգերում, շարականներում։ Երաժշտական հյուսվածքի մեկ այլ տեսակն է հոմոֆոն հյուսվածքը։ Այստեղ մենք գործ ունենք մեղեդու և նվագակցության հետ։ Թե մեղեդին, թե նվագակցությունը խիստ ուրվագծված են, մեղեդին ունի հիմնականում առաջնային նշանակություն, նվագակցությունը երկրորդական։ Այսպիսի երաժշտական հյուսվածքին հանդիպում ենք զանազան երգերում, որտեղ մենակատարը կատարում է երգի մեղեդին, իսկ գործիքները նվագակցում են մենակատարին։ Մեկ այլ ձև է հետերոֆոն հյուսվածքը, և այստեղ երևույթները դառնում են շատ ավելի հետաքրքիր։ Հետերոֆոն հյուսվածքի ժամանակ երկու կամ մի քանի կատարող կատարում են միևնույն երաժշտական մեղեդային գիծը, սակայն փոքր-ինչ փոփոխված։ 20-րդ դարի մեծ կոմպոզիտոր Պիեր Բուլեզը այսպես էր մեկնաբանում հետերոֆոն հյուսվածքը։ Պատկերացնենք, որ ապակու կտորի վրա անում ենք մի նկար, նկարում ենք որևէ պատկեր։ Հետո վերցնում ենք երկրորդ ապակու կտորը և հիշողությամբ փորձում վերարտադրել նույն պատկերը։ Հետո նույնը անում ենք երրորդ կտորի վրա, չորրորդ կտորի վրա և այլն։ Եվ վերջում այդ բոլոր կտորները համադրում ենք իրար։ Արդյունքում տեսնում ենք նույն պատկերը, սակայն փոքր-ինչ ձևափոխված, լղոզված ուրվագծերով։ Այսինքն ինչ-որ միտեղ պատկերի մի մասն է առանձնանում, ինչ-որ միտեղ մենք տեսնում ենք կոնտուրները ոչ այնքան հստակ և այլն։ Հետերոֆոն երաժշտական հյուսվածքին մենք կարող ենք հանդիպել շատ հաճախ, օրինակ, երբ ավանդական երգերում մի քանի երաժշտական գործիք կատարում են նույն մեղեդին։ Մեկը փոքր-ինչ ուշացումով կարող է մտնել, մյուսը կարող է ավելացնել որևէ գեղգեղանք կամ զարդանախշ, երրորդը կարող է նույն մեղեդին կատարել սկսելով ուրիշ նոտայից և այլն։ Վերջապես, երբ խոսում ենք բազմաձայն կամ պոլիֆոն հյուսվածքի մասին, ապա այստեղ երևույթները շատ ավելի հստակ են և մենք գործ ունենք երկու կամ մի քանի մեղեդու հետ, որոնք համարժեք են և կատարվում են միանգամից։ Պոլիֆոն երաժշտության մեջ հիմնականում երբ ձայներից, մեղեդիներից մեկը կանգ է առնում, մյուսը շարունակում է ընթացքը և այլն։ Խոսելով խորալների մասին, դրանք կարծես ընկած լինեն հետերոֆոն և պոլիֆոն հյուսվածքի արանքում։ Մի կողմից ռիթմիկապես
Երգչախմբի բոլոր ձայները քիչ թե շատ համընկնում են։ Այսինքն մենք գործ ունենք մի այսպիսի երևույթի հետ, երբ տեքստ ունեցող երաժշտությունը կարծես ճակերտավոր արտասանվում է բանաստեղծության պես, կրկնելով բանաստեղծության ռիթմը։ Մյուս կողմից, սակայն, երգչախմբի բոլոր ձայնաբաժինները կատարում են տարբեր մեղեդիներ, որոնք չնայած համընկնում են ռիթմիկապես, չեն համընկնում ձայնաբարձրությունների տեսակետից։ Այսինքն խորալը դա մի ունիկալ ժանր է, որտեղ մենք գործ ունենք երկու հյուսվածքների համադրության կամ դրանց արանքում գտնվող ինչ-որ մի սինթետիկ երևույթի հետ։ Կախված տեսանկյունից խորալների պատմությունը մենք կարող ենք տեսնել անգամ հին Հունաստանում։ Ինչպես հայտնի է, հին հունական ողբերգությունը զուգորդվում էր նաև երաժշտության հետ, այսինքն ողբերգությունների հեղինակները նաև երաժիշտներ են, ովքեր երաժշտություն են ստեղծում իրենց ողբերգությունների համար, եւ ողբերգության մեջ պարտադիր պետք է արկա լիներ երգչախումբ, որը պետք է ինչ-որ պահերին սկսեր երգել, վերաբերմունք արտահայտելով, մեկնաբանելով իրավիճակը եւ այլն։ Արկա էին նաև երաժշտական գործիքներ, որոնցից ամենակարևորը եւ թերևս ամենատարածվածը ավլոսն էր։ Ավլոսը փողային գործիք է, որը շատ առումներով նման է այսօր օգտագործվող ավանդական երաժշտական գործիքների, միայն մի տարբերությամբ, որ այն ուներ երկու փող։ Այսինքն միանգամից կարող էր հնչել երկու հնչյուն, չնայած այդ երկու հնչյունները հիմնականում ռիթմիկապես իրար հետ համընկնում էին, քանի որ կատարողը մի հոգի էր եւ պայմանավորված էր ամեն ինչ կատարողի շնչով։ Այսպիսի մի առասպել կա հունական, ասում են, որ գործիքի առաջին նվագողը, եթե չեմ սխալվում, Աֆրոդիտե աստվածուհին էր, որը սիրեց այդ գործիքը, սակայն գործիքը նվագելով մի անգամ նայեց իր արտացոլքին հայելում եւ տեսավ, թե ինչպես են փքված իր այտերը նվագելիս եւ զզվանքով դեն նետեց գործիքը, որտեղ այն գտան մարդիկ եւ դարձան կատարողներ եւ այսպես ըստ հին հունական առասպելի ավլոսը տարածվեց։ Ինչու պատմեցի առասպելը, որովհետեւ գործիքի կատարման կերպը կարող էր նաեւ պայմանավորել ինչ-որ առումով երգչախմբային կատարման կերպը։ Ինչպես հայտնի է, հին հույները հատուկ ուշադրություն էին դարձնում պրոսոդիային, որի մեջ մտնում է թե առոգանությունը, թե բանաստեղծության եւ երաժշտության մետրը։ Այսինքն ցանկացած վոկալ երաժշտություն պետք է վերարտադրեր բանաստեղծական մետրը։ Այսպիսով հին հույները չէին կարող ունենալ այսպիսի հոսող պոլիֆոնիկ երաժշտություն, որովհետեւ առաջնայինը բառն էր։ Եվ կարելի է ասել, թեկուզ ինչ-որ առումով սպեկուլյացիայի մակարդակով, որ հին հունական ողբերգության երաժշտությունը նույնպես խորալային էր։ Ողբերգության երաժշտության վերարտադրություններ կային 20-րդ դարում, այսպիսի փորձեր իրականացվեցին, հատկապես հետաքրքիր է հույն կոմպոզիտոր Յանիս Քսենակիսի «Աելեն» ստեղծագործությունը, որը գրված է կանանց երգչախմբի համար եւ թերևս սպեկուլատիվ առումով փորձում է վերարտադրել հին հունական ողբերգության երաժշտությունը։ Քրիստոնեության ի հայտ գալուց հետո բազմաձայն երգեցողությունը վերացավ եւ փոխակերպվեց միաձայնի։ Եկեղեցու հայրերը հրաժարվելով բազմաստվածությունից, հրաժարվեցին նաեւ բազմաձայնությունից։ Համարվում էր, որ եթե կա մի Աստված, Աստծուն պետք է գովաբանել մեկ մեղեդիով, այլ ոչ բազմաթիվ մեղեդիներով, որոնք հնչում են միաժամանակ։ Միևնույն ժամանակ ռուսական եւ նաեւ հայկական երաժշտագիտության մեջ խորալ բառը օգտագործվում է նաեւ կաթոլիկ եկեղեցու երգեցողության հանդեպ։ Այսինքն մենք խոսում ենք գրիգորյան խորալների մասին, այսպես կոչված։ Միևնույն ժամանակ արևմտյան երաժշտագիտության մեջ խորալ բառը կաթոլիկ եկեղեցու երգեցողության նկատմամբ այլևս չի օգտագործվում եւ ընդունված են ավելի ճշգրիտ, ավելի հստակ տերմինները՝ գրիգորյան երգեցողություն կամ plain chant։
այդ երկու տերմինները օգտագործվում են խորալ բառի փոխարեն։ Խորալի բուն պատմությունը ընդունված է սկսել 16-րդ դարից, երբ Գերմանիայում, իսկ այնուհետև Եվրոպայի շատ ուրիշ երկրներում ծավալվեց բողոքականության շարժումը, հատկապես լյութերականությունը։ Նոր եկեղեցին կազմավորելու ընթացքում Մարտին Լյութերը շատ կարևոր գործոն էր համարում համատեղ երգեցողությունը։ Դա պատահական չէ։ Համատեղ երգեցողությունը ստեղծում է մարդկանց համայնք, որոնք միավորված են միևնույն գաղափարով։ Ընդ որում, ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու երգեցողությունից, նոր եկեղեցում երգեցողությունը պետք է կատարվեր տեղի լեզուներով եւ հասկանալի լիներ բոլորի համար։ Բողոքական առաջին խորալների հեղինակը հենց Մարտին Լյութերն էր։ Համայնքը հավաքվում էր եկեղեցում, բոլորը անկախ, ինչպես ասացի, սոցիալական կարգավիճակից եւ նաեւ անկախ սեռից սկսում էին երգել։ Արդյունքում ձևավորում էին երգչախմբեր, որտեղ կանայք եւ տղամարդիկ հանդես էին գալիս միաժամանակ որպես երգիչներ։ Անկախ այն բանից, թե ձայների ինչպիսի բաժանում է ընդունված այսօրվա օպերայում, իսկ մենք այսօրվա օպերայում խոսում ենք սոպրանոների, ընդ որում դրանց բազմաթիվ տարատեսակների, մեծոսոպրանոների, ալտերի, տենորների, բարիտոնների եւ բասերի մասին, սովորական մարդկանց ձայնատեսակների բաժանումը կարող է իրականացվել շատ ավելի հասարակ ձևով։ Եվ իրական կյանքում մենք որպես կանոն գործ ունենք 4 տարբեր ձայնատեսակի հետ։ Կնոջ բարձր ձայն, կնոջ ցածր ձայն, տղամարդու բարձր ձայն եւ տղամարդու ցածր ձայն։ Դրանք ընդունված է անվանել սոպրանո, ալտ, տենոր եւ բաս։ Այսինքն 16-րդ դարի խորալների երգիչները թեկուզ երգում էին նույն մեղեդին միաձայն, բայց երգչախմբի մեջ լսելի էին այդ բոլոր ձայնատեսակները։ Հետագայում Գերմանիայում եւ հարակից երկրներում շատ կոմպոզիտորներ սկսեցին զբաղվել 16-րդ դարի խորալային մեղեդիների բազմաձայնմամբ։ Այսինքն, դրանք հարմոնիզացնում էին այդ մեղեդիները սովորաբար հանձնարարում էին սոպրանոին, մնացած ձայները օժանդակում էին սոպրանոյի մեղեդում եւ այսպես ստեղծվում էին նաեւ բազմաձայն խորալներ։ Գերմանիայում բազմաձայն խորալի ավանդույթը շատ լայն է, երկարամյա է եւ գերմանացի կոմպոզիտորները ստեղծել են հարյուրավոր խորալների մշակումներ։ Ընդ որում հաճախ ընդունված կարգի համաձայն խորալների մեղեդիները վերցվում էին հին մեղեդիներից, որոնք գոյություն ունեին արդեն գոնե մի քանի տասնամյակ, եթե ոչ արդեն 1 դարից ավելի, եւ յուրաքանչյուր խորալի համար ստեղծվում էր նոր հարմոնիզացիոն։ Այսպես էր վարվում նաեւ Յոհան Սեբաստիան Բախը իր խորալները գրելիս։ Ընդ որում Բախի երաժշտության մեջ մենք հաճախ կարող ենք առնչվել այնպիսի դեպքերի, երբ միևնույն մեղեդիով ստեղծված են բազմաթիվ տարբեր խորալներ, տարբեր հարմոնիզացմամբ։ Եվ հետաքրքիրն այն է, որ քանի որ խորալը հենց այնպիսի ժանր էր, որտեղ որ կար մեղեդի եւ մեղեդում կից ակորդների շարք, խորալի պատմությունը ըստ երևույթին պայմանավորեց դասական հարմոնիայի հետագա զարգացումը եւ առ այսօր մենք դիտարկում ենք դասական հարմոնիան որպես խորալներից ածանցված մի երևույթ։ Ինչպես ասացի, Յոհան Սեբաստիան Բախը խորալների հարյուրավոր մշակումների հարմոնիզացումների հեղինակ է։ Նրա խորալները կարող էին հանդես գալ ինչպես որպես առանձին ստեղծագործություններ, այնպես էլ խոշոր ստեղծագործությունների կազմում։ Այդ ստեղծագործությունները կանտատներ եւ օրատորիաներն են։ Իհարկե, կանտատներում եւ օրատորիաներում երգչախմբին սովորաբար նվագակցում էր նվագախումբը։ Խորալների դեպքում նվագախումբը պարզապես կրկնում էր տարբեր ձայների երգաբաժինները, կատարելով նույն խորալի հարմոնիզացումը ունիսոնային ձևով երգչախմբի հետ համատեղ։ Այսպիսի բան մենք կարող ենք տեսնել Բախի այսպես կոչված պասիոններում, որոնք հիմնված են ավետարանի պատմությունների վրա։ Պասիոն բառը ծագում է լատիներեն passio բառից, որը նշանակում է չարչարանք։ Խոսքը Հիսուս Քրիստոսի չարչարանքների մասին է, եւ պասիոնները որպես կանոն հիմնված են 4 տարբեր ավետարանների Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին օրերի նկարագրության հիման վրա, եւ պասիոնների տեքստերը կառուցված են նաեւ
Բախի ժամանակների հոգևոր պոեզիայի հիման վրա։ Այսինքն, պասիոններում որևէ մի երգչի, սովորաբար տենոր ձայնաբաժին կատարողին, հատկացվում է այսպես կոչված ավետարանչի դերը, որը պատմում է ավետարանի պատմությունը ավետարանչի լեզվով, այնուհետև տարբեր երգիչներ կատարում են ավետարանի տարբեր հերոսների, մասնակիցների բաժինները, հենց հասնում է արյաներ կատարելու պահը, այստեղ մենք լսում ենք իրադարձությունների վերաբերյալ տարբեր կոմենտարներ, որոնք գրված են գերմանացի ժամանակակից բանաստեղծների կողմից, երգչախումբը հաճախ հանդես է գալիս այսպես կոչված ամբոխի դերում, որը նույնպես մասնակցում է Աստվածաշնչում նկարագրված իրադարձություններին, իսկ խորալները, որոնք թվով բավականին բազմաթիվ են, հանդես են գալիս յուրօրինակ համայնքի մեդիտացիայի դերում, երբ հնչեց որևէ փաստ, պատմվեց որևէ իրադարձության մասին, համայնքը հավաքվում է իրար հետ եւ սկսում է համատեղ խորհել այս փաստի շուրջ։ Նման երևույթ մենք հաճախ կարող ենք տեսնել Բախի այսօր պահպանված երկու պասիոններում, որոնցից մեկը կոչվում է Չարչարանքներ ըստ Մատթեոսի, մյուսը Չարչարանքներ ըստ Հովանու։ Օրինակ, մի այսպիսի հատկանշական դեպք կա Չարչարանքներ ըստ Հովանու ստեղծագործության մեջ, երբ ավետարանը պատմում է Հիսուսի խաչելության մասին, թե ինչպես են Հիսուսին տանում դեպի Գողգոթա խաչելու, այսպիսի մի դրվագ է պատմվում, որ քայլելիս ուրեմն տարբեր մարդիկ, զինվորականներ հարվածում են նրան, վիրավորում են, ապտակում եւ հեգնելով ասում պատմիր, ասա թե ով է խփել քեզ։ Այդ պատմությունը պատմվում է ավետարանչի կողմից, երգչախմբի մասնակցությամբ, երաժշտությունը բավականին հուզումնառատ է, ապա երաժշտությունը դադար է առնում, բոլորը միասին հանդես են գալիս համատեղ խորալային երգեցողության մեջ, կատարելով խորալը, որի տեքստը ասում է բառացիորեն հետևյալը. Ասա ինձ, թե ով է հարվածել քեզ, արդյոք դա ես չեմ իմ բոլոր մեղքերով հանդերձ, որ շարունակում եմ հարվածել եւ վիրավորել քո աստվածային էությունը։ Այսինքն գործողությունը մի պահ կանգ է առնում եւ կարծես բոլորը սկսում են նայել իրադարձություններին հեռվից եւ ուրեմն խորհել պատմության շուրջ։ Ահա այսպիսի դեր ունեն Բախի խոշոր ստեղծագործություններում առանձին խորալները։ Խորալներով է պայմանավորված երաժշտական եւս մի ենթաժանր, դա խորալային պրելյուդն է։ Բանն այն է, որ պատմական զարգացման ընթացքում եկեղեցում, բողոքական եկեղեցում հավաքվեց բավականին մեծ թվով խորալների քանակ եւ հավատացյալները պարտավոր էին ինչ-որ օրերին կատարել ինչ-որ խորալներ եւ երգեհոնահարի պարտականություններ եկեղեցում հիշեցնել խորալի մեղեդին այն մարդկանց, որոնք պետք է կատարեն, չէ՞ որ նրանք միշտ չէ որ պրոֆեսիոնալ երաժիշտներ էին եւ կարող էին նաեւ հնարավորություն ունենալ կարդալու նոտաներ եւ հիշելու այդ մեղեդին։ Երգեհոնահարի պարտականություններ նվագելով հիշեցնել խորալի մեղեդին։ Միևնույն ժամանակ երգեհոնահարները որպես կանոն հոյակապ երաժիշտներ էին եւ նրանց ձանձրալի կարող էր թվալ պարզապես մի ձեռքով նվագել մեղեդին, որպեսզի երգչախումբը հիշի։ Նրանք հանդես էին գալիս մեղեդու հիման վրա զանազան իմպրովիզացիաներով։ Երգեհոն գործիքներ իր կառուցվածքի շնորհիվ թույլ էր տալիս բազմաձայն իմպրովիզացիաներ կամ ստեղծագործություններ հնչեցնել միևնույն մեղեդիով։ Որպես կանոն խորալային պրելյուդները ունեին հետևյալ կառուցվածք։ Մեղեդին կատարվում էր երգեհոնի ստեղնաշարներից մեկի վրա, ավելի ուժգին հնչողությամբ, քան մնացած ամեն ինչը, մյուս ստեղնաշարի վրա հնչում էր նվագակցությունը այլ երանգավորումով, իսկ պեդալը կատարում էր տվյալ երգեհոնային պրելյուդի բասը։ Այսպես ծնվեց խորալային պրելյուդի ժանրը։ Եվ անգամ այն պայմաններում, երբ մեղեդին հիշեցնելը այլևս պարտադիր պայման չէր, կոմպոզիտորները դեռևս շարունակում էին գրել խորալային պրելյուդներ։ Խորալային պրելյուդներ է ստեղծել ոչ միայն Յոհան Սեբաստիան Բախը եւ ոչ միայն իր ժամանակի կոմպոզիտորները, այլ նաեւ ստեղծել են 19-րդ դարի կոմպոզիտորները, օրինակ Յոհաննես Բրամսը։ Միևնույն ժամանակ Բախի խորալային պրելյուդները շատ հայտնի են եւ հնչում են բազմաթիվ տարբեր համերգների եւ միջոցառումների ժամանակ։ Դրանցից թերևս ամենահայտնին է Ich ruf zu dir Herr Jesu Christ խորալային պրելյուդը,
որը ոչ միայն կատարվում է որպես համերգային ստեղծագործություն, ոչ միայն հնչում է եկեղեցում կամ զանազան տարբեր համերգների ժամանակ, այլ նաև բազմիցս օգտագործվել է կինեմատոգրաֆում։ Խորալի օգտագործման մեկ այլ շատ հետաքրքիր դեպք է Յոհան Սեբաստիան Բախի Gottes Zeit ist die allerbeste Zeit կամ Աստծո ժամանակը լավագույն ժամանակն է կանտատը, որը Բախը գրել է իր երիտասարդության տարիներին, մոտավորապես 22 տարեկան էր, երբ ստեղծել է այդ երաժշտությունը։ Պասիոնների նման այն նույնպես պատմում է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի եւ խաչելության մասին։ Սակայն չափերով փոքրինչ ավելի հակիրճ է, տարբերվում է պասիոններից եւ այստեղ կոմպոզիտորի առաջարկած լուծումները փոքրինչ տարբեր են։ Մասնավորապես հետաքրքիր է այդ առումով կանտատի արիաներից մեկը, որտեղ երգիչը, խոսելով Հիսուս Քրիստոսի անունից, խոսում է իր կողքին խաչված հացագործներից մեկի հետ, ասում եմ քեզ, այսօր իմ կողքին կլինես դրախտում։ Սա իհարկե աստվածաշնչյան շատ հայտնի պատում է եւ հայտնի տեքստ։ Բախը տալիս է այդ արիայի համար հրաշալի լուծում։ Արիան սովորաբար հնչում է որպես հոմոֆոն ստեղծագործություն, այսինքն արիաներում մենք հիմնականում գործ ունենք վառ արտահայտված մեղեդու եւ նվագակցության հետ։ Միևնույն ժամանակ Բախը տալիս է բոլորովին այլ լուծում, ինչ որ պահից վերածելով այդ արիան բազմաձայն պոլիֆոն ստեղծագործությանը։ Ինչ է կատարվում արիայի միջին մասում։ Կարծես երաժշտության մեջ ստեղծվում է միանգամից երկու պլան, որոնցից մեկը տեղի է ունենում Գողգոթայում, խաչելության տեղում, մյուս տեղը, մյուս մեղեդին, որը կցվում է արիայի մեղեդում, կարծես հնչում է վերևից, երկնքից, եւ այդ մեղեդին հնչեցնում են ոչ թե երկրային, այլ երկնային էակները։ Բախը իր գրած երաժշտությանը կցում է Մարտին Լյութերի խորալներից մեկի մեղեդին որպես կոնտրապունկտ, այսինքն համակցություն, բազմաձայն համակցություն։ Միևնույն ժամանակ խորալի մեղեդին, Լյութերի խորալի մեղեդին չափազանց դանդաղ է հանդես գալիս, իսկ արիայի մեղեդին ծավալվում է միջին տեմպով, բավականին մեծ տարբերություն կա երկու ուրեմն համատեղ հանդես եկող մեղեդիների տեմպերի միջև։ Միևնույն ժամանակ ֆրազավորումը երկու մեղեդիներում, որոնք համակցված են իրար, չի համընկնում։ Այսպես ստեղծվում է երկու ժամանակային պլան, որոնք կարծես ոչ մի կապ չունեն իրար հետ, սակայն շարունակում են իրար հետ բավականին բարեհունչ հնչել։ Եվ միայն մի դեպքում, իսկ 18-րդ դարի երաժշտության մեջ, որպես կանոն, լռությունը խորհրդանշում էր մահը, այսինքն ամեն անգամ, երբ տեքստում խոսք է լինում մահվան մասին, երաժշտությունը կանգ է առնում եւ որոշակի դադարից հետո վերսկսվում նորից, եւ ահա այսպիսի դեպքում, երբ տեքստը ենթադրում է մահը, որ այստեղ տեղի ունեցավ ամեն ինչի վերջը, թե խորալի մեղեդին եւ թե արիան իրար հետ համատեղ կանգ են առնում եւ երաժշտությունը դադար է առնում։ Սա խորալի եւ ոչ խորալային կարգի երաժշտության համադրման հետաքրքրագույն դեպքերից մեկն է։ 18-րդ դարից հետո խորալը պահպանելով իր հիմնական տեսքը եւ նշանակությունը ունեցավ տարբեր փոխակերպումներ։ Մասնավորապես 19-րդ դարում խորալը երբեմն հանդես է գալիս որպես սիմֆոնիայի մաս։ Դա տեղի ունենում բնականաբար ոչ թե կլասիցիզմի շրջանում, այլ ռոմանտիզմի շրջանում։ Եվ խորալի սիմֆոնիայի մեջ օգտագործման առաջին դեպքերից մեկն է, եթե ոչ հենց առաջին դեպքը, գերմանացի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնի այսպես կոչված ռեֆորմացիոն թիվ 5 սիմֆոնիան։ Այս սիմֆոնիան հետաքրքիր պատմություն ունի։ Նախ սիմֆոնիան իրականում Մենդելսոնի խոշորածավալ սիմֆոնիաների ցուցակում թվով երկրորդն է։ Այսինքն գրել է որպես երկրորդ, բայց հետագայում համարակալվել է որպես 5-րդ։ Ինչու? Որովհետև սիմֆոնիան առաջին անգամ հրապարակվել է Մենդելսոնի մահից 20 տարի հետո, երբ արդեն
հրապարակված էին նրա մնացած բոլոր սիմֆոնիաները, ուստի համարակալվել է որպես 5-րդ։ Ռեֆորմացիոն ենթավերնագիրը սիմֆոնիային տվեց ոչ թե Մենդելսոնը, այլ նրա քույրը Ֆաննի Մենդելսոնը, որը նույնպես հոյակապ երաժիշտ եւ կոմպոզիտոր էր։ Ռեֆորմացիոն սիմֆոնիան գրվել է շատ հստակ առիթով, այսպես կոչված Աուգսբուրգի խոստովանության 300-ամյակի առիթով։ Աուգսբուրգի խոստովանությունը դա մի տեքստ է, որը պատրաստված է Մելանխտոնի եւ Լյութերի կողմից, բողոքական եկեղեցու երկու հայրերի կողմից, եւ պարունակում է լյութերականության կարևորագույն գաղափարախոսությունները։ Այսինքն, այստեղ խոսք է մկրտության մասին, եկեղեցական տարբեր ծեսերի մասին, ինչ է ապաշխարություն է, ինչ է հավատքը, ինչպես կարող է մարդը փրկվել հավատքի միջոցով, հավատքի թե գործողությունների միջոցով եւ այլն։ Դա կարևորագույն փաստաթղթերից մեկն է։ 19-րդ դարում տոնվում էր այս փաստաթղթի 300-ամյակը եւ այդ առիթով Մենդելսոնը որոշել է հանդես գալ մի սիմֆոնիայով։ Հետաքրքիր է, որ Մենդելսոնը չնայած ծագումով հրեա էր, ընդունել է բողոքականություն ժամանակին եւ այս ստեղծագործությունը նրա համար կարծես հավատքի մեջ հաստատվան կամ ցուցադրման մի այսպիսի հետաքրքիր նմուշ էր։ Մենդելսոնի 5-րդ սիմֆոնիայի 4-րդ մասում կոմպոզիտորը մեջբերում է Մարտին Լյութերի ամենահայտնի Ein feste Burg ist unser Gott կամ Կայուն ամրոց է մեր Աստված խորալը։ Առհասարակ հետաքրքիր է, որ Մարտին Լյութերից սկսած խորալները ունեն մի հետաքրքիր տաղաչափական առանձնահատկություն։ Խորալների թե տեքստերը եւ թե մեղեդիները համապատասխանում են տաղաչափական երկու մոդելներից մեկին։ Դրանք կամ ներկայացնում են իրենցից յամբ, այսինքն երկու տարբեր վանկերի հաջորդականություն, որոնցից առաջինը չշեշտված է, երկրորդը շեշտված է, կամ ներկայացնում են իրենցից այսպես կոչված քորեյ, որտեղ երկու վանկերի ուրեմն հաջորդականությունը հակառակ ձևով է ներկայանում, առաջինը շեշտված է, երկրորդը չշեշտված։ Եվ բոլոր խորալների մետրական ռիթմիկական ուրվագծերը կամ ուրեմն տեղավորվում են 4/4 կամ 3/4 չափի մեջ։ Այսինքն կամ բոլոր վանկերին տրված է հավասար տևողություն, կամ շեշտված վանկերը հանդես են գալիս չշեշտված վանկերի կրկնակի ուրեմն տևողությամբ։ Եվ խորալները պատմականորեն այսպիսի կառուցվածք ունեն, ուստի անգամ եթե խորալը չի կատարվում երգչախմբի կողմից, այլ կատարվում է երաժշտական գործիքներով, խորալի հնչողությունը բավականին հեշտ է ընկալել։ Եվ այսպիսի ուրեմն հեշտ ընկալելի խորալի հնչողության օրինակը կարող ենք մենք տեսնել նաև Մենդելսոնի 5-րդ սիմֆոնիայում։ Սիմֆոնիայի 4-րդ մասի սկզբում հնչում է խորալն ամբողջությամբ, ընդ որում գործիքների քանակը կամաց-կամաց ավելանում է, սկսվում է պարզապես ֆլեյտայի մեղեդուց, ընթացքում օրկեստրը սկսում է հանդես գալ գրեթե իր ամբողջ կազմով, եւ ուրեմն այնուհետև երաժշտությունը շարունակում է իր զարգացումը, որը չնայած հիմնվում է խորալի մեղեդու վրա, բայց ճշգրտությամբ չի վերարտադրում այն, եւ սիմֆոնիայի կոդայի, այսինքն եզրափակման մասի ամենավերջում նորից վերադառնում է Մարտին Լյութերի մեղեդին եւ այսպիսի ցնծագին հնչողությամբ եզրափակում ամբողջ ստեղծագործությունը։ Մենդելսոնից հետո հաջորդ քայլը կատարեցին 19-րդ դարի այլ կոմպոզիտորները, որոնք ներգրավում էին խորալների մեղեդիները կամ խորալները ամբողջությամբ իրենց սիմֆոնիաներում։ Այդպիսի կոմպոզիտորներից էին օրինակ Կամիլ Սեն-Սանսը կամ հետագայում Գուստավ Մալերը, որոնց երաժշտության մեջ մենք նույնպես կարող ենք տեսնել բավականին հստակ կապ խորալների հետ։ Միևնույն ժամանակ հետաքրքիր է նաև խորալների կամ խորալի մոդելի այսպիսի օգտագործումը, երբ բառացիորեն չի մեջբերվում որևէ խորալ, երաժշտությունն էլ իր հերթին արդեն կապ չի ունենում հոգևոր երաժշտության ժանրերից որևիցե մեկի հետ, բայց խորալի մոդելը, խորալի հնչողությունը երաժշտության մեջ պահպանվում է։ Այսպիսի երևույթ մենք հաճախ կարող ենք տեսնել 19-րդ դարի կոմպոզիտորների խմբերքային ստեղծագործություններում, մասնավորապես Յոհաննես Բրամսի երաժշտության մեջ։ Յոհաննես Բրամսը բազմիցս գործ է ունեցել թե գերմանական երաժշտության ավանդույթի հետ, գրելով միևնույն ժանրերում, ինչ նրանից առաջ եկած կոմպոզիտորները, թե ուրեմն հոգևոր երաժշտության ժանրերի եւ ենթաժանրերի հետ։
Միևնույն ժամանակ Բրամսը թերևս առաջին հայտնի աթեիստ կոմպոզիտորներից մեկն էր։ Այն աստիճանի, որ նրա հայտնիագույն աշակերտներից մեկը, չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակը, որը կաթոլիկ էր, նրա մասին ասում էր. «Ինչ ափսոս, այնպիսի գեղեցիկ հոգուտ էր մարդ, բայց ոչ մի բանի չի հավատում»։ Միևնույն ժամանակ սպիրիտուալ հոգևոր կողմը Բրամսի երաժշտության մեջ լիովին բացահայտված է։ Բրամսը, ինչպես ասացի, բազմիցս աշխատել է տարբեր երգչախմբերի հետ։ Համբուրգում նա հիմնում է կանանց երգչախումբ, որի հետ կատարում փորձեր, որի համար գրում երաժշտություն եւ բազմիցս կատարումներով հանդես գալիս։ Ահա այսպիսի ստեղծագործություններից է, որ Բրամսը գրել է կանանց երգչախմբի համար իր Opus 17 4 երգերն են, որտեղ երգչախումբը սակայն հանդես չի գալիս ակապելլա, այսինքն առանց նվագակցության, եւ նվագակցության դերում հանդես են գալիս բավականին տարօրինակ այդ ժամանակվա երաժշտության համար գործիքներ։ Դա մի կողմից տավիղն է, մյուս կողմից գալարափողը կամ գալարափողերը։ Յուրաքանչյուր երգում գալարափողերի քանակը ավելանում է, եթե առաջին երգում գործ ունենք մեկ գալարափողի հետ, ապա վերջին երգում արդեն 4 գալարափող է հանդես գալիս։ Շարքի առաջին երգը իրենից ներկայացնում է այսպիսի խորալ, որտեղ սակայն երգչախմբի խորալային հնչողությանը կցված է նվագակցություն։ Առաջին ֆրազը կատարվում է գալարափողի կողմից, ապա ավելանում է տավիղը եւ ապա մուտք է գործում ամբողջ երգչախումբը, որը երգում է մի տեքստ, որը պատմում է տավղի քաղցրահունչ հնչողության մասին։ Հետաքրքիր է նաեւ որոնել եւ գտնել այն պահը, երբ խորալը դառնում է զուտ գործիքային ստեղծագործություն։ Ճիշտ է, Մենդելսոնի 5-րդ սիմֆոնիան նույնպես գործիքային ստեղծագործություն է, սակայն այստեղ խորալը մեջբերվում է եւ մեջբերվում է որպես խմբերքային ստեղծագործության նմանակում, այսինքն այստեղ կարծես նվագախումբը ինչ որ պահի ընդօրինակի երգչախմբի։ Միևնույն ժամանակ 19-րդ դարի երկրորդ կեսի որոշ ստեղծագործություններում խորալը հանդես է գալիս որպես զուտ գործիքային երաժշտության ենթատեսակ։ Գործիքային երաժշտությունը միևնույն է պահպանում է երգչախմբային խորալի ակորդային հյուսվածքը, միևնույն ժամանակ հանդես է գալիս եւ արտահայտվում զուտ գործիքային արտահայտչամիջոցներով։ Ահա խորալի օգտագործման այսպիսի օրինակ կարող ենք տեսնել Սեզար Ֆրանկի Պրելուդ, խորալ եւ ֆուգա ստեղծագործության մեջ, որի առաջին մասը արդեն իսկ հիշատակվել է նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ։ Խորալը ստեղծագործության երկրորդ մասն է եւ ինչպես երգչախմբային ստեղծագործություններում է դա լինում, ունի ակորդային հյուսվածք եւ ունի վերևի ձայնում վառ արտահայտված մեղեդային կառույց։ Ֆրանկը կարծես փորձի պահպանել երգչախմբի քառաձայն հյուսվածքը դաշնամուրի վրա, սակայն շատ արագ պարզվում է, որ լինելով ուշ ռոմանտիկ դարաշրջանի կոմպոզիտոր եւ իր ձեռքի տակ ունենալով այդ ժամանակաշրջանի արտահայտչամիջոցներ, երգչախմբի քառաձայն հյուսվածքը կարծես չի բավականացնում կոմպոզիտորին եւ Ֆրանկի խորալը շատ արագ դուրս է գալիս այդ նախկինում գծված սահմաններից, ձեռք բերում ավելի լայն հնչողություն, դուրս գալիս բնականաբար երգչախմբի ձայնածավալից, չէ որ դաշնամուրը ունի շատ ավելի լայն ձայնածավալ, սկսում օգտագործել թե ամենախորը բասային հնչյուններ, թե վերևի ռեգիստրի հնչյուններ, որոնք այլևս հասանելի չեն երգիչների համար, եւ առհասարակ երաժշտությունը հանդես է գալիս ավելի բուռն, ուշ ռոմանտիկ շրջանի ավելի համապատասխան երաժշտական լեզվով, միևնույն ժամանակ բավականին հստակ հիշեցնելով հին խորալների ուրվագծերը։ Գործիքային երաժշտության մեջ խորալային հյուսվածքի անդրադարձի հետաքրքրագույն օրինակներից մեկն է արդեն 20-րդ դարում գրված Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունը, որը կոչվում է Սիմֆոնիաներ փողային գործիքների համար։ Ստեղծագործությունը գրված է 1920 թվականին եւ նվիրված Կլոդ Դեբյուսիի հիշատակին։ Հետաքրքիր է նախ եւ առաջ ստեղծագործության վերնագիրը՝ Սիմֆոնիաներ։ Կարծես մենք այստեղ գործ պետք է ունենայինք մի քանի տարբեր սիմֆոնիաների
իսկ սիմֆոնիաները, ինչպես հայտնի են, բավականին երկար ստեղծագործություններ են, միևնույն ժամանակ Ստրավինսկու ստեղծագործությունը ունի մոտավորապես 8 րոպե տևողություն։ Իրականում Ստրավինսկին սիմֆոնիա բառը օգտագործում է իր հին, ավելի շուտ հին հունական իմաստով, որպես համահնչյուն, հաճելի հնչողություն, համատեղ հնչողություն, որը ուրեմն տարբեր գործիքները կատարում են իրար հետ միասին։ Բնականաբար համահնչյուն ասելիս ակամա մտքին գալիս է խորալի ժանրը, որտեղ գործ ունենք այսպիսի համատեղ հնչողության հետ, որը թեպետ իրագործվում է երգչախմբի կողմից, Ստրավինսկու կողմից կարծես փոխակերպված է գործիքային երաժշտության։ Ստեղծագործության 8 րոպեվա ընթացքում փողային գործիքները գրեթե երբեք հանդես չեն գալիս բազմաձայն հյուսվածքով։ Ռիթմերը կարծես բոլորը կատարում են միևնույն ժամանակ նույն ռիթմիկական պատկերներ, եւ չնայած տեմպը բավականին հաճախ փոխվում է ստեղծագործության մեջ եւ հաճախ կարող ենք հանդիպել տարբեր երաժշտական կերպարների, ամբողջ նվագախումբը կատարում է երաժշտությունը կարծես միահամուռ։ Հին Հունաստանի եւ դասական ձևերի, մասնավորապես խորալի նկատմամբ Ստրավինսկու հետաքրքրությունը պատահական չէր։ 1920 թվականին, երբ գրվեց այդ ստեղծագործությունը, Ստրավինսկին գտնվում էր իր նեոդասական շրջանում։ Ինչ է սա նշանակում։ Ստրավինսկին երաժշտության պատմության մեջ մտավ 1910-ական թվականներին, որպես ռուսական ֆոլկլորի ուրույն տեսլականի, ուրույն վերամշակման հիման վրա նոր երաժշտական լեզու ստեղծած կոմպոզիտոր։ 1910-ական թվականների Ստրավինսկու ստեղծագործությունները աչքի են ընկնում հետաքրքրագույն գործիքավորումներով, ռիթմերի տարբեր զանազան նորարար օգտագործմամբ եւ առհասարակ այն ժամանակաշրջանի Ստրավինսկին 20-րդ դարի երաժշտության մեջ բացահայտում էր նոր, դեռևս չբացահայտված տարածքներ։ Միևնույն ժամանակ 1917 թվականին, ինչպես հայտնի է, Ռուսաստանում տեղի է ունենում կոմունիստական հեղափոխությունը։ Եվ հեղափոխությունից հետո Ստրավինսկին դառնում է էմիգրանտ, սկզբից հաստատվելով Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում։ Զրկվելով իր պատմական հայրենիքից, Ստրավինսկին կարծես միտումնավոր զրկում է իրեն իր հայրենիքի հետ երաժշտական կապերից։ Այսինքն Ստրավինսկին դադարում է դիտարկել ռուսական ֆոլկլորը որպես ոգեշնչման աղբյուր եւ ուշադրությունը սևեռում է եվրոպական երաժշտության անցյալին, սկիզբ տալով իր նեոդասական շրջանին, որը այնուհետև ուրեմն սկսեց տարածվել Եվրոպայում որպես երաժշտական ոճ եւ պոպուլար դարձավ նաեւ բազմաթիվ այլ կոմպոզիտորների մեջ։ Ինչն է հետաքրքիր Ստրավինսկու նեոդասական ոճի առումով։ Սա ինչ որ առումով կարելի է համարել որպես արվեստի մեջ պոստմոդեռնիզմի նախնական նշույլներից մեկը։ Օգտվելով հին երաժշտության, իսկ հին երաժշտություն ասելիս կարող ենք հասկանալ ինչպես դասական շրջանի երաժշտություն, այնպես բարոկկո երաժշտության եւ ռենեսանսի շրջանի երաժշտության տարբեր ոճական առանձնահատկություններ, օգտվելով ուրեմն այդ երաժշտության ձևերից, ինչ որ արտահայտչամիջոցներից, ինչ որ առումով գործիքադարանից եւ գործիքակազմից կախված տվյալ ստեղծագործությունից, կամ անգամ երբեմն օգտագործելով որպես ոգեշնչման աղբյուր կամ տեքստ հին աղբյուրներից եկած տեքստերը, Ստրավինսկին միևնույն ժամանակ ստեղծում է այնպիսի երաժշտություն, որը ինչ-ինչ այլ բաղադրիչների շնորհիվ լսողին առաջարկում է, որ երաժշտությունը այնուամենայնիվ 20-րդ դարում է գրված։ Այսինքն, Ստրավինսկին կարող է օգտագործել հին երաժշտության ռիթմիկական մոդելները, միևնույն ժամանակ այդ մոդելները լցնել տարբեր համահնչյուններով, դիսոնանսի հիման վրա ուրեմն հավաքված ակորդներով եւ այլն։ Դրա արտահայտումը օրինակ կարող ենք տեսնել փողային գործիքների սիմֆոնիաներում։ Մյուս կողմից Ստրավինսկին կարող է օգտագործել օրինակ ձևի երաժշտական ձևի հին մոդելները, որոնք օգտագործվում են օրինակ բարոկկո երաժշտության մեջ, բայց միևնույն ժամանակ ինչ որ առումով խաթարել, ճակերտավոր իհարկե խաթարել ռիթմերը, ստեղծել բարդ ռիթմեր, որոնք հատուկ կարող էին լինել 20-րդ դարի երաժշտության համար, ստեղծել ուրեմն հաճախակի տեմպերի փոփոխություն, որը որ տիպիկ չէր հին երաժշտությանը եւ այլն։ Այսինքն Ստրավինսկու նեոդասական ստեղծագործություններում, ինչպես օրինակ
փողային գործիքների սիմֆոնիաներում մենք լսում ենք ինչ-որ հատկանիշներ, որոնք հատուկ էին հին երաժշտությանը, ինչպես նաև միմիայն 20-րդ դարի երաժշտությանը հատուկ երևույթներ։ Խորալի ժանրին անդրադարձել է նաև հայ երաժշտությունը։ Ընդ որում, այստեղ մենք գործ ունենք ժանրի օգտագործման մի հետաքրքրագույն օրինակի հետ, որը կապված է Առնո Բաբաջանյանի 6 պատկեր ստեղծագործության հետ։ Բաբաջանյանի 6 պատկերը ստեղծվել է 1960-ական թվականներին եւ թե խորհրդային շրջանի հայկական, թե թերևս ամբողջ խորհրդային երաժշտության մեջ կարևորագույն նշանային ստեղծագործություններից մեկն էր։ Դրանք կային բազմաթիվ պատճառներ։ 60-ական թվականներին խորհրդային երաժշտության դեմքը քիչ թե շատ սկսում է փոխվել։ Փոքր-ինչ բացվում է երկաթյա վարագույրը, եւ խորհրդային կոմպոզիտորները կարողանում են ինչ-որ առնչություններ ունենալ արևմուտքում ապրող իրենց գոլեգաների հետ։ Մյուս կողմից թուլանում է սոցիալիստական ռեալիզմի ազդեցությունը եւ նշանակությունը երաժշտության մեջ, եւ կոմպոզիտորները ստանում են գոնե ինչ-որ սահմաններում ազատ ստեղծագործելու իրավունք։ Հայ երաժշտության մեջ այդ երևույթները ամենից վառ են արտահայտվում 1965 թվականից հետո։ Դրանք կային բավականին օբյեկտիվ պատճառներ։ 1965 թվականին, ինչպես հայտնի է, հայոց ցեղասպանության 50-ամյակներ եւ Երևանում տեղի ունեցան առաջին անգամ զանգվածային ուրեմն ինչ-որ երևույթներ, մարդկանց հավաքներ, մարդիկ պահանջում էին ցեղասպանության ճանաչումը։ Բնականաբար մարդկանց զանգվածային տարերային հավաքները խորհրդային իշխանությունների ուրեմն համար բոլորովին էլ ողջունելի երևույթներ չէին եւ բնականաբար այդ ամեն ինչը ուրեմն արագ ավարտ է տրվում այդ երևույթներին, բայց մյուս կողմից Հայաստանում կատարվում են որոշակի երևույթներ, որոնք դեռևս հասանելի չէին խորհրդային միության այլ հանրապետություններում։ Հայաստանում սկսում է ողջունվել ավանգարդը, սկսվում են ողջունվել ուրեմն հայացքներ դեպի արևմուտք, երաժշտությունը դառնում է ավելի բաց, արվեստը առհասարակ դառնում է ավելի բաց, այդ ամեն ինչի հիման վրա եւ տարբեր կոմպոզիտորներ, թե երիտասարդ, թե արդեն կայացած կոմպոզիտորներ սկսում են ինչ-որ առումով էքսպերիմենտներ կատարել երաժշտության մեջ։ Եվ ահա այսպիսի միանշանակ հաջողված էքսպերիմենտներից է Բաբաջանյանի 1960-ականների երկրորդ կեսի երաժշտությունը, որի կարևորագույն ստեղծագործություններից է 6 պատկերը։ 6 պատկերը ունի հետաքրքիր նախապատմություն, որը կապված է արևմուտքից խորհրդային միություն եկած երկու տարբեր կոմպոզիտորների հետ։ Այդ կոմպոզիտորներից մեկը ամերիկացի Արոն Կոպլանդն է։ Կոպլանդը խորհրդային միության բարեկամ էր։ Չնայած ապրում էր Ամերիկայում, բայց տարածում էր Ամերիկայում խորհրդային երաժշտություն, մասնավորապես Շոստակովիչի երաժշտություն, եւ ի նշան շնորհակալության 60-ական թվականներին Կոպլանդին հրավիրում են Մոսկվա, եւ Մոսկվայում Կոպլանդի առաջ հանդես են գալիս խորհրդային միության կարևորագույն կոմպոզիտորները, այդ թվում նաեւ Առնո Բաբաջանյանը։ Կոպլանդի օրագրում կա դրա մասին հիշատակում, երբ նա պատմում է, թե ինչպիսի մեծ տպավորություն է թողել նրա վրա Բաբաջանյանի երաժշտությունը, խոսքը դաշնամուրային սոնատի մասին էր, եւ ափսոսանքով նշում է, որ ցավոք սրտի խորհրդային միությունում կոմպոզիտորները դեռևս չգիտեն արևմուտքում այս պահին ամենապոպուլյար, ամենատարածված երաժշտական միտումների մասին։ Մյուս կողմից 1966, եթե չեմ սխալվում թվականին, խորհրդային միություն է այցելում նաև անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիттենը։ Եվ Բենջամին Բրիттենը խորհրդային միությունում բավականին երկար ժամանակ մնում է նորակառույց այդ ժամանակ Դիլիջանի կոմպոզիտորների տանը եւ բնականաբար հնարավորություն ունենում շփվելու բազմաթիվ հայ կոմպոզիտորների հետ, այդ թվում նաև Առնո Բաբաջանյանի, որի մասին նույնպես կան օրագրի ձևով ձևակերպված հիշողություններ։ Հետաքրքիրն այն է, որ Բաբաջանյանի երաժշտությունը մեծ տպավորություն է թողնում Բրիттենի վրա, նույն ձևով ինչպես նաև Կոպլանդի վրա, եւ հետաքրքիր նշում կա այսպիսի մի պատմական տեքստում, որը ասում է, որ ճիշտ Կոպլանդի պես ցավոք սրտի խորհրդային կոմպոզիտորները դեռևս տեղյակ չեն ուրեմն արևմուտքի միտումների մասին, մասնավորապես դոդեկաֆոն երաժշտության մասին։
Հետաքրքիրն այն է, որ Բաբաջանյանը այդ պահին արդեն գրել է իր 6 պատկերները, որոնք հիմնված են այսպես կոչված դոդեկաֆոն կամ 12 տոնային երաժշտության սկզբունքների վրա։ Դոդեկաֆոն կամ 12 տոնային երաժշտության սկզբնավորողը ավստրիացի կոմպոզիտոր Արնոլդ Շոնբերգն էր 1920-ական թվականներին։ Այդ երաժշտությունը ուրեմն իրականում մի այսպիսի փորձ է կազմակերպելու տոնայնությունից զրկված ատոնալ երաժշտական լեզուն։ Երաժշտություն գրելուց առաջ դոդեկաֆոն կոմպոզիտորները ուրեմն մի այսպիսի սխեմա էին կառուցում, իրար հետևից շարում ուրեմն խրոմատիկ գամմայի 12 հնչյունները, այսինքն կատարում նրանց տարբեր դասավորում եւ վերադասավորում, եւ ամբողջ երաժշտությունը ածանցում նախապես կազմված 12 նոտայի ուրեմն հերթականությունից։ Բնականաբար խորհրդային միությունում գրված դոդեկաֆոն երաժշտությունը պետք է ունենար նաև ուրեմն գաղափարախոսական առումով ընդունելի աստառ։ Բաբաջանյանը իր դոդեկաֆոն ստեղծագործությունը, որը բաղկացած է 6 մասից, յուրաքանչյուրը ունի ուրեմն պատկերային անվանում, ուրեմն կապում է հայկական ֆոլկլորային երաժշտության դարձվածքների եւ ռիթմերի հետ։ Այսինքն, իր նախնական շարվածքը, նախնական շարքը 12 հնչյունների այնպիսի ձևերով է կառուցում, որպեսզի շարքի ընդհանուր հնչողությունը ինչ որ առումով նման լինի ժողովրդական երաժշտությունից կամ դրա կատարման կերպերից քաղված որոշակի երաժշտական դարձվածքների եւ երաժշտությունը հնչի որքան արևմտյան, որքան նորարարական, այնքան էլ ժողովրդական։ Մյուս կողմից իհարկե Բաբաջանյանը իր երաժշտության մեջ չի հրաժարվում իրեն քաջ ծանոթ ռիթմիկական պատկերներից կամ երաժշտական հյուսվածքներից եւ արդյունքում ստացվում է շատ հետաքրքիր ստեղծագործություն, որը միավորում է թե արևմուտքից եկած դոդեկաֆոն երաժշտության սկզբունքները եւ թե հայ ավանդական ֆոլկլորային տվյալ դեպքում երաժշտության ռիթմերը, տեմբրերը եւ ուրվապատկերները։ Շարքի մասերից մեկն է խորալը, որտեղ Բաբաջանյանին ուրեմն բավականին հատուկ վիրտուոզ երաժշտական հյուսվածքը կանգ է առնում մի պահ, երաժշտությունը դառնում է ներհայեցական, ինչ որ առումով մեդիտատիվ, ամբողջ շարվածքը ուրեմն երաժշտական հյուսվածքի տեղի ունենում իրար հաջորդող ակորդների միջոցով եւ խորալը հանդես է գալիս որպես այսպիսի մտորումի մեդիտացիայի պահ ավելի աշխույժ ակտիվ մասերի արանքում։